Ինչպես նշել էինք նախորդ նյութում, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանը ի պատասխան ՆԱՏՕ-ն 2022 թվականին Ռումինիայում տեղակայել է բարձր պատրաստվածության խմբի առանձին ստորաբաժանումներ։ Ներկայումս խումբը ՆԱՏՕ-ի ճգնաժամային արձագանքման ուժերի մաս է կազմում, որի ընդհանուր թվաքանակը մոտ 40,000 զինծառայող է։ Հիմնական ստորաբաժանումը ստեղծվել է 2014 թվականին ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման եւ Դոնբասում զինված հակամարտության բռնկման, այսինքն որպես Ռուսաստանի դեմ զսպման ռազմավարության կենտրոնական տարր։ Ռուսաստանի սահմանների ընդհանուր երկարությունը հսկայական է՝ 60,933 կիլոմետր։ Հետևաբար բանակի չափի հարցում Ռուսաստանը չի կարող կենտրոնանալ այլ երկրների, մասնավորապես ՆԱՏՕ-ի երկրների բացառությամբ ԱՄՆ-ի, որոնք կարող են իրենց թույլ տալ ունենալ համեմատաբար փոքր զինված ուժեր։ Սակայն խոսքը ոչ այնքան թվերի, որքան իրական մարտական ներուժի մասին է։ Երկրի զինված ուժերի թվականակի կարիքը հակադարձ համեմատական է նրանց իրական մարտական կարողություններին։ Ստորաբաժանումների մարտունակության ներուժը չի կարող բավարար լինել առանց ժամանակակից բարձր արդյունավետության զենքերի, ռազմական եւ հատուկ տեխնիկայի։ Զինված ուժերի բացակայող մարտական կարողությունները, որոնք կապված են նրանց թվաքանակի եւ կանոնավոր բանակի մարտական պատրաստվածության վիճակի հետ, ստիպված են փոխհատուցել ընդհանուր զորահավաքի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրի համաձայն երկրի զինված ուժերի թվաքանակը կազմում է 2,39,758 մարդ, այդ թվում 1,150,628 զինծառայող։ GFP վերլուծաբանները ենթադրում են, որ ՆԱՏՕ-ն կկարողանա դիմակայության մեջ ներգրավել մոտ 1.5 միլիոն մարդու 6 միլիոն մարդուց բաղկացած ակտիվ եւ պահեստազորային բանակներից, իսկ Ռուսաստանը կկարողանա ապահովել դիմակայության համար առկա բոլոր ռեսուրսների միայն 75%-ը, ինչը փորձագետների հաշվարկներով նշանակում է 810,000 մարդուց բաղկացած բանակ։ Սա նշանակում է ՆԱՏՕ-ի ուժերի կրկնակի առավելություն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ըստ նույն աղբյուրների, ՆԱՏՕ-ն ունի 2.6 միլիոն պահեստազորային։ Հյուսիսատլանտյան դաշինքի պահեստազորային զորքերի ընդհանուր թիվը Ֆինլանդիայի ներգրավվածության շնորհիվ աճել է գրեթե 1/3-ով, 1.7 միլիոնից հասնելով 2.6 միլիոնի։ Ֆինլանդիան ունի տղամարդկանց համար համընդհանուր զինվորական ծառայություն եւ 5.6 միլիոն բնակչության փոքրաթիվ բնակչության մոտ 900,000 մարդ անցել է զինվորական պատրաստություն եւ կարող է զորակոչվել անհրաժեշտության դեպքում։ Հավելենք, որ պահեստազորայինները կանչվում են, երբ երկիրը զորահավաք է անում լիակատար պատերազմի կամ ռազմական ներխուժման դեմ։ Պահեստազորի առկայությունը հնարավորություն է տալիս կրճատել ռազմական ծախսերը խաղաղ ժամանակ, միաժամանակ պահպանելով զինված ուժերը մարտական պատրաստվածության մեջ։